Ողջույն սիրելի ուսուցիչներ, աշակերտներ եւ մասնագետներ։ Ես Անի Երկնափեշյանն եմ, Մարի հրատարակչության 11-րդ եւ 12-րդ դասարանների դասագրքերի համահեղինակ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանրակրթական ուսումնական հաստատությունների Մարի հրատարակչության 12-րդ դասարանի անգլերենի դասագիրքը, որը ամբողջությամբ կազմվել է օտար լեզուների նոր չափորոշիչներին եւ ծրագրի պահանջներին համապատասխան։ Դասագրքի համահեղինակներն են Անի Երկնափեշյանը, Կարինե Պողոսյանը եւ Օհաննա Ավետիսյանը։ Դասագրքում ներկայացված են 12-րդ դասարանի ծրագրով նախատեսված 6 թեմաներ. քաղաքակրթություն, թարգմանական արվեստ, կրոն, կամավորություն, հաջողության գրավականը եւ իմ հետագա քայլերը։ Յուրաքանչյուր թեմա բաղկացած է 5 հիմնական բաժիններից։ Բաժինները հաջորդականորեն պահպանված են յուրաքանչյուր թեմայում։ Յուրաքանչյուր թեմա ունի նախնական հատված, համապատասխան բառապաշարով եւ առաջադրանքներով, որը աշակերտին թույլ է տալիս պատկերացում կազմել եւ հետաքրքրություն առաջացնել թեմայի վերաբերյալ, օգնում է վերհիշել եւ ամբողջացնել թեմայի մասին իր ունեցած նախնական գիտելիքները եւ գտնել միջառարկայական կապեր։ Ունկնդրում բաժինը իմ մեջ պարունակում է նախապես տրված բառապաշարը, առաջադրանքները տրամաբանորեն հաջորդում են իրար, նախ կատարում ենք նախալսողական pre-listening առաջադրանքներ, ապա առաջադրանքներ, որոնք կատարում ենք լսելու ընթացքում during կամ while listening առաջադրանքներ, իսկ ավարտելուց հետո կատարում ենք post-listening առաջադրանքներ, այսինքն լսելուց հետո, որը թույլ է տալիս ստուգել սովորողի լսողական նյութի ընկալումը, մտապահել, ամբողջացնել եւ վերլուծել տրված թեման եւ բառապաշարը, քննարկում ծավալել թեմայի շուրջ։ Յուրաքանչյուր լսողական բաժին ունի 2 կամ 3 լսողական նյութ, որոնց QR կոդերը տեղադրված են համապատասխան էջերում դասագրքի մեջ։ Ունկնդրում բաժնին հաջորդում է քերականության բաժինը, որի թեմաները որպես կանոն կրկնություն են 12-րդ դասարանի համար եւ վերցված են օտար լեզվի առարկայական չափորոշիչ քերականության համար նախատեսված բաժնից։ Յուրաքանչյուր քերականական թեմա սկսվում է inductive grammar-ով, թեմային վերաբերող տեքստով, որի մեջ ընդգծված են տվյալ քերականական նյութը, բառակապակցություններն ու բայական անդամները։ Այսպիսով ցանկացել ենք աշակերտների ուշադրությունը գրավել ընդգծված բայերի եւ արտահայտությունների վրա, օգնելով նրանց ենթադրել, վերհիշել, թե ինչ քերականական նյութ է սպասվում եւ կատարել քննարկումներ կիրառելով տվյալ քերականական կառույցները։ Նույնպես պատասխանել հարցերին, որոնք տրված են տեքստից հետո, կրկին կիրառելով տվյալ քերականական կապակցությունները, կառույցները։ Այս բաժնում տեղ են գտել ընտրովի առաջադրանքներ, երկակի ընտրությամբ կամ բազմակի ընտրությամբ, առաջադրանքներ, որով աշակերտը ինքնուրույն պիտի կազմի բայական արտահայտությունը կամ տրված քերականական կառույցը եւ տեղադրի բաց թողնված հատվածում։ Տրված են նաեւ իրավիճակային առաջադրանքներ, փոքրիկ երկխոսություններ կամ տեքստեր, որոնց միջոցով նույնպես աշակերտը պիտի ներկայացնի քերականական թեման։ Հաջորդ բաժինը ընթերցանությունն է։ Բաժինը սկսվում է մի քանի կարճ հարցադրումներով, որը կարող ենք այլ կերպ անվանել brainstorming առաջադրանքներ։ Ապա տրվում են չափորոշում ընդգրկված բառերը բացատրական բառարանի տեսքով։ Վերջիններս ընդգծված են տեքստում, սովորողի ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով։ Տեքստին հաջորդում է post-reading առաջադրանքները, որոնք ստուգում են նյութի ընկալումը սովորողի կողմից։ Առաջադրանքները տարատեսակ են, կան բաց եւ փակ, այո ոչ պատասխաններով հարցեր։ Կցանկանայի շեշտել, որ բաց հարցերը կազմված են ըստ Բլումի տաքսոնոմիայի վերին բաժինների, այլ կերպ ասած hot questions, higher order thinking questions։ Մյուս բաժինը հաղորդակցությունն է, որում տեղ են գտել թեմայի շրջանակներում զետեղված օժանդակ նյութերով քննարկումներ, երկխոսություններ, դերային խաղեր, նյութի ընկալման, քերականության եւ բառապաշարի ամրապնդման առաջադրանքներ։ Առաջադրանքները հիմնականում զույգերով են կամ խմբերով եւ ենթադրում են ուսումնասիրություններ, վերլուծություններ եւ քննարկումներ, խմբի ներսում, որը կարող է հեշտությամբ ընդգրկել տարբեր կարողունակություններ եւ հմտություններ ունեցող աշակերտներին, ներգրավելով նրանց քննարկման եւ խմբային աշխատանքների մեջ։ Այս բաժնում առավել շեշտված են փոխօգնությունը, փոխհամագործակցությունը եւ ինքնարտահայտումը, ինչպես նաեւ շեշտը դրվում է խմբերում առաջնորդական հմտությունների զարգացման վրա։ Գրավոր խոսք։ Գրավոր խոսքի զարգացման ուղղված բաժնում առաջնորդվել ենք առարկայական չափորոշիչում առկա առաջարկող գործողություններով։ Գրքի թեմաներում տրամաբանորեն իրար հաջորդում են գրավոր խոսքի զարգացման ուղղված հետևյալ նյութերը։ Աշակերտները սովորում են, թե ինչպես գրել պարբերություն,
ապա կազմել էսե։ Ծանոթանում են էսեների տեսակներին, կարողանում են տարբերակել դրանք եւ կատարում են գործնական աշխատանքներ։ Սովորում են գրել պաշտոնական եւ ոչ պաշտոնական նամակներ, ինքնակենսագրական եւ CV։ Այս ամենը հեշտությամբ ուսուցանելու նպատակով ստեղծվել են գծապատկերներ, գործնական առաջադրանքներ, որոնք ապահովում են նյութի աստիճանական զարգացումը։ Նշված 6 թեմաներից յուրաքանչյուրում վերջում ունենք անդրադարձ reflection corner, որտեղ ամփոփում ենք թեման, տեղադրել ենք համապատասխան թեմայի շուրջ դարձվածքներ եւ շրջասույթներ, որոնց վերաբերող առաջադրանքները կարող եք գտնել մեթոդական ձեռնարկի համապատասխան բաժնում։ Թեմաների ավարտին առաջարկվում են օտար լեզուների առարկայական չափորոշիչի ծրագրին համապատասխան գործողություններ, նախագծային եւ հետազոտական աշխատանքներ, վերլուծություններ, վերլուծական եւ գործնական աշխատանքներ, որոնց ընտրությունը կատարվում է սովորողների եւ ուսուցչի համատեղ քննարկմամբ եւ միտված է խմբային աշխատանքների ու առաջնորդական հմտությունների զարգացմանը։ Ինչպես տեսակ, առաջադրանքների բազմազանությունը ոչ միայն հետաքրքրված եւ ակտիվ կպահի սովորողներին, այլև կապահովի տարբեր կարողունակություններով եւ հմտություններով աշակերտների ներգրավվածությունը եւ ակտիվությունը դասապրոցեսի ընթացքում։ Ամփոփելով դասագրքի կարևոր կետերը կցանկանայի շեշտել, որ դասագիրքը միտված է սովորողի մոտ զարգացնել քերականական եւ բառապաշարային գիտելիքները, կապակցված բանավոր եւ գրավոր խոսքը, ստեղծագործականությունը, ստեղծարար եւ քննադատական միտքը, վերլուծելու եւ սովորելու կարողությունը, խմբում աշխատելու եւ փոխհամագործակցելու հմտությունները եւ այլ շատ կարեւոր հմտություններ եւ կարողունակություններ։ Դասագրքի կառուցվածքը թույլ է տալիս սովորողին աշխատել ինչպես խմբերում, զույգերով, այնպես էլ ինքնուրույն։ Առաջադրանքներն ուղղված են մոտիվացնելու աշակերտներին նյութի շրջանակներում ինքնուրույն որոնումներ, ուսումնասիրություններ, հետազոտություններ եւ վերլուծություններ կատարելուն, պահպանելով ազգային ինքնությունն ու ինքնագիտակցությունը, արտահայտելու սեփական դիրքորոշումը։ Դասագրքին համապատասխան կազմվել է նաև մեթոդական ձեռնարկ։ Փորձել ենք ապահովել ուսուցչին անհրաժեշտ բազմատեսակ բովանդակությամբ, օժանդակ նյութերով եւ մեթոդական բաժիններով։ Յուրաքանչյուր առաջադրանքի համար ուսուցչի ձեռնարկում առաջարկվում են գործողություններ, խաղեր, մեթոդներ, որոնց իրականացման նպատակը եւ քայլաշարը կարող է գտնել ձեռնարկին կից հավելվածում։ Ձեռնարկում կան նաև յուրաքանչյուր թեմայի համար գնահատման ռուբրիկներ, որոնցից օգտվելով ուսուցիչը կարող է իրականացնել ձևավորող գնահատում, միավորային բանավոր գնահատում կամ փոխանցել աշակերտներին, որպեսզի նրանք կարողանան իրականացնել ինքնագնահատում կամ խմբային գնահատում։ Ահա հակիրճ ներկայացվեց Մարի հրատարակչության հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանի անգլերենի դասագիրքը։ Որպես դասագրքի համահեղինակ պատրաստ եմ լսելու ցանկացած առողջ դատողություն, առաջարկ, դասագրքի վերաբերյալ եւ վերանայել դրանք։ Շնորհակալություն։